Բարի և օրհնված օր եմ մաղթում բոլորիդ։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչ արժի մեր ապրած ժամանակի մեկ րոպեն։ Հարցնենք հիվանդին, ով սպասում է բժշկի պատասխանին։ Հարցնենք զինվորի մորը, ով սպասում է իր որդու զանգին։ Հարցնենք մեկին, ով կորցրել է իր սիրելի մարդուն և կուզենար, որ գեթ մեկ րոպե հնարավորություն ունենար կրկին խոսելու նրա հետ։ Եվ այդ ժամանակ մենք կհասկանանք, որ ժամանակը զուտ ժամացույցի սլակները չեն, որ շարժվում են։ Ժամանակը մի ամբողջ կյանք է մեզ համար։ Մեր կյանքում բոլորս էլ ասում ենք, հետո կզանգեմ, հետո կխոսեմ, հետո կայցելեմ, հետո։ Ամենամեծ սխալներից մեկը, որ մենք ասում ենք, հենց այդ հետո բառն է, չմտածելով, որ այդ հետոն կարող էր երբեք չլինել։ Որքան մարդիկ կան հիմա, որ կուզենային իրենց կյանքի մեջ գոնե հնարավորություն ունենային ետ բերելու մեկ վայրկյանը կամ մեկ ակնթարթը կամ մեկ ժամը, որպեսզի կարողանային գրկել այն մարդուն, որին այդպես էլ չհասցրեցին գրկել, որ ասեն այն խոսքերը, որոնք այդպես էլ մնացին չասված, բայց ցավոք ժամանակը հետ չի վերադառնում։ Աստվածաշնչում Սաղմոսների մեջ 90:12 խոսքի մեջ ասում է, սովորեցրում ես հաշվել մեր օրերը, որպեսզի կարողանանք իմաստուն սիրտ ձեռք բերենք։ Սիրելիներս, մենք գիտեք, ոչ մեկս չգիտենք, թե մեզ քանի տարի է մնացել, կամ քանի օր է մնացել, քանի ժամ է մնացել, բայց մենք հստակ գիտենք մի բան, որ մեր ձեռքերի մեջ ևս մեկ օր ունենք Աստծուց պարգևած։ Ամեն մի շունչը մեր, ամեն մի վայրկյանը, ամեն հանդիպումը, ամեն հնարավորությունները այսօրվա մեր տրված արդեն մեծագույն պարգև է։ Չսպասես վաղվան սիրելու համար, չսպասես վաղվան ներելու համար և չսպասես վաղվան Աստծուն մոտենալու համար, որովհետև կգա մի օր, որ արևը կծագի, բայց մեզ համար այլևս այդ օրը չի սկսվի։ Այդ օրը կարևոր չի լինելու, թե դու որքան գումար ես վաստակել, կամ ինչ մեքենաներ կամ տներ ես ունեցել, ոչ մեկ էլ ոչ էական նշանակություն է ունենալու, ոչ կարևորություն է ունենալու, այլ միայն մի բան է մնալու, թե ինչքան սեր ես դու տվել մարդկանց, թե ինչ վերաբերմունք ես տվել մարդկանց, և թե ինչ հավատարմություն ես ունեցել Աստծու առաջ կանգնելու համար։ Դրա համար պետք է արժևորել ամեն վայրկյանը մեր կյանքի և չպատնել այն բաների վրա, որոնք հավիտենության մեջ բացարձակ արժեք չունեն։ Քանի դեռ սիրտ ունես, որը պապախում է, քանի դեռ շունչ կա քո սրտի մեջ, փառք տուր Աստծուն ամեն ապրածդ ակնթարթի համար և աշխատենք ապրել այնպես, ոչ թե մարդկանց հաճելի լինելու համար ու մարդկանցից գովասանքներ ստանալու համար, այլ որ Տիրոջ առաջ արժանի պատվով կանգնելու համար, որովհետև ամեն մեր ապրած այս պահը Աստծո մեծագույն պարգևն է և ամեն մեր շնչած օդը և ամեն մեր սրտի զարկը դա վկայությունն է Աստծո մեծագույն օրհնության մեր կյանքի մեջ։ Եվ մի օր մեր կյանքից կմնան ոչ թե մեր ապրած տարիները, այլ այն պահերը, որտեղ Աստված կար և որտեղ սեր կար։ Մեր այսօրվա օրը երեք չի դառնա, իսկ վաղվա օրը ոչ մեկիս խոստացված